Վերադարձանք եւ տեսնում ենք, որ տեսահոլովակում բոլորի ատամները գեղեցիկ են, սերթի լավ ատամնաբուժ ունեն։ Այո, իսկապես, եւ մենք էլ թողարկման մեր այս հատվածում խոսելու ենք մի թեմայից, որին բոլորն են բախվելու օրերից մի օր, կյանքի տարբեր փուլերում։ Իդեպ լավագույն լուծումը գտնելու ցանկություն բոլորը ունեն, խոսքը ստոմատոլոգիայի մասին է, ու մեր տաղավարում է վիրաբույժ ստոմատոլոգ, իմպլանտոլոգ, Նարեկ ստոմատոլոգիական կլինիկայի տնօրեն, կառուցողական ստոմատոլոգիա առողջապահական ՀԿ-ի նախագահ Հովհաննես Գևորգյանը։ Նա ունի 26 տարիների փորձ ստոմատոլոգիական ոլորտում, որից 14-ը իմպլանտոլոգիայում։ Բարև ձեզ։ Ձեր կյանքի մեծ մասը նվիրել եք փաստորեն ստոմատոլոգիային։ Կարելի է այդպես ասել, առհասարակ օրինակ, որ ասում ենք ստոմատոլոգիա եւ ատամնաբուժություն, դա տարբեր բաներ են, թե կարելի է ասել ատամնաբուժություն, թե դա մի քիչ ատամնաբուժություն ասել է ատամ բուժել եւ կարելի է հասկանալ նյարդի հեռացում, օրինակ կամ պլոմբավորում կամ հեռացում։ Իսկ ստոմատոլոգիան դա ավելի լայն գաղափար է հենց իր թարգմանությամբ, որովհետեւ ստոմատոլոգիա նշանակում է ստոմա, դա բերանի խոռոչն է, տոն հոդակապ է, լոգյան գիտություն, այսինքն բերանի խոռոչի գիտություն։ Հայերեն չի թարգմանում, չկա թարգմանություն ստոմատոլոգիայի։ Դե որ թարգմանենք կստացվի բերանախոռոչագետ։ Դե դա ավելի ստոմատոլոգիա, այո, ավելի ստոմատոլոգ։ Так, խոսենք ձեր ՀԿ-ի մասին, ինչով է զբաղվում այն։ Մեր ՀԿ-ն տարբեր ծրագրեր ունի, այս պահի դրությամբ մենք մշակում ենք իմպլանտ զինվորին նախագիծը, ինչպես նաև մասնավոր ստոմատոլոգիական կլինիկաների Հայաստանի Հանրապետության բարեփոխումների ծրագիր ենք մենք մշակում, որը որ համագործակցելու ենք պետության հետ, դա սկզբնական փուլում է, ավելի մանրամասն դեռևս մենք կներկայացնենք մեր գործընկերներին, ինչպես նաև աշխատանքներ ենք տանում, որտեղ բժշկի լիցենզավորման հետ կապված, որը արդեն իսկ օրենքով, այսինքն օրենք է, ընդունվել է այդ օրենքը, որը որ ուժի մեջ է մտնում, մենք այդտեղ տեսնում ենք մի քանի ոնց որ առաջարկներ ներկայացնելու համար պետությանը։ Իսկ իմպլանտ զինվորին դա նշանակում է, որ ծառայության մեջ գտնվող զինվորներին արվում է այդ ամենը, ինչ որ անում են քաղաքացիական կյանքում։ Տեսեք, այս նախագիծը մենք մշակել ենք եւ ներկայացրել ենք կառավարություն, որպեսզի հանդիպում ունենանք եւ քննարկենք նախ այո զինվորներին առաջնային բուժզնում իրականացնենք թույլտվության դեպքում, ինչպես նաև մյուս շահառուներին ընտրենք, կոնտինգենտը հասկանանք, ում է անհրաժեշտ։ Այդ նպատակով նախ շնորհակալ եմ կառավարությանը ասենց ինտենսիվ նամակների վերահասցեագրելու համար։ Եվ մայիսի 12-ին մենք ունեցանք հանդիպում Պաշտպանության նախարարությունում, ռազմաբժշկական վարչությունում, որտեղ որ քննարկեցինք հասկանալու համար ընթացակարգը եւ կոնտինգենտը։ Քննարկումները եւ ուսումնասիրությունը դեռևս ընթացքում է, վերջնական չի, դեռ արդյունքներ չունենք։ Որը որ առաջաստված բարեհաջող արդյունքների դեպքում մենք կներկայացնենք մոտ ապագայում մեր հանրությանը։ Եվ զինվորները կստանան փաստորեն անվճար բուժօգնություն կապված նաև բերանի խոռոչի հետ։ Կապված իմպլանտների հետ։ Իմպլանտների, կոնկրետ իմպլանտների։ Մի քիչ լավում եմ, որ ասում են կոնկրետ իմպլանտ դնելը բավականին երկար process է, չէ՞։ 3 ամիս ուզում ասեմ ծառայության մեջ կարողանալ են լիովին այդ բոլոր սկզբունքները քննարկվել են, այդ դրսևորումները նախ քննարկման փուլում են, բայց երկու բառով թույլ տվեք ներկայացնել թե գաղափարը որտեղից ծնվեց եւ երբ ծնվեց։ 2014 թվականին, երբ որ մեկնեցի Գերմանիա, Բրեմեն քաղաք, բրեմենյան երաժիշտները հիշում են։ Այո։ Ուրեմն այնտեղ կար մի հատ իմպլանտացիոն ընկերություն, գերմանական, հենց առաջի օրը, հունվարի 8-ն էր, 2014 թվականի, մենեջերը երբ որ ինձ դիմավորեց Բրեմենում, հենց Համբուրգի չէ, այնտեղից գնացքով 140 կիլոմետր, մի խոսքով։ Մենեջերը դիմավորեց եւ անմիջապես մեկնեցինք իրենց օֆիս, իրենց գրասենյակ։ Եվ նստեցինք ու բռնկվեցինք խոսակցության, անմիջապես
Ընթացքում ինքը ասեց, որ մի հատ զարգացած երկիր, հզոր երկիր, իր հզոր բանակի զինվորների համար տեղադրում է իմպլանտներ։ Հավանաբար խոսքը ՆԱՏՕ-ի մասին էր։ Ну, ՆԱՏՕ-ական երկրներից մեկի ըստ երևույթի, Այո, իմ մոտ տպավորվեց։ Ու ոնց որ ասած, ես միշտ նախանձախնդրորեն էի հիշում, ասում եմ Երանի մի օր է մեր մոտ լինի, այդպես բան։ Սակայն փաստորեն կա հիմա պետությունը, պաշտպանության նախարարությունը զինծառայողներին կա, որ իմպլանտներ տեղադրում է։ Բայց մեր առաջարկը ավելի կնդլայնի, ուրեմն այդ ծրագիրը, մենք մեր հերթին օգտակար կլինենք եւ կծառայենք։ Չէ, սա իսկապես շատ լավ եւ կարեւոր բան է մտածել զինվորի առողջության մասին, առհասարակ քաղաքացի առողջության մասին, ուղղակի շատ դեպքերում անգամ այսպես ասած, երբ որ դու քո կյանքն ես ապահովագրում կամ առողջությունը, օրինակ ատամնաբուժությունը, ստոմատոլոգիան չի մտնում ապահովագրության, դա առանձին է, իսկ այստեղ փաստորեն ստացվում է, որ լավ է։ Եվ դե շնորհակալություն ձեզ, հուսանք, որ կգաք նաև մի քանի ամիս հետո եւ կասեք, որ ծրագիրը արդեն գործում է, ունենք առաջին զինվորները, որոնք օգտվել են այս նախագծից եւ սա իսկապես կլինի շատ լավ։ Խոսենք նաև իմպլանտների մասին ընդհանուր առմամբ։ Տարբեր երկրի արտադրանքներ են լինում եւ որակապես իրարից տարբեր են լինում, նաև գնահառաչարկներն են տարբեր լինում դրանց։ Դուք որ երկրի արտադրանքներն եք կիրառում։ Տեսեք, մենք այս դեպքում այս ծրագրի շրջանակներում իմպլանտ զինվորի նախընտրել ենք շվեյցարական, կորեական բարձրորակ իմպլանտներ։ Այն իմպլանտները, որը առհասարակ տեղադրում ենք, այո, մասնավոր դեպքերում մեր հայրենակիցների համար։ Նույն իմպլանտներն էր ընտրված, դե պարզ է, չէ, որ բավականին քանակությամբ իմպլանտներ են պետք լինելու, նաև անհրաժեշտություն ենք ունենալու համագործակցել ԿՏ 3D սկանավորում ռենտգեն կենտրոնների հետ, դե որտեվ մենք առանց ԿՏ իմպլանտ չենք տեղադրում, առանց 3D հետազոտման ոսկրի հետազոտման մասին է խոսքը, իմպլանտներ չենք տեղադրում։ Եվ մնացած էլի բոլոր ուրեմն այդ այնտեղ անալոգները, տրանսֆերները եւ այլն։ Հիմա մեր գործընկերները լավ գիտեն ինչի մասին է խոսքը, չնայած որ արդեն բուժառուներն գիտեն։ Ուրեմն տեղադրելու ենք շվեյցարական եւ կորեական լավ արտադրության լավ իմպլանտներ, որը նույնը կրկնում եմ, տեղադրում ենք քաղաքացիական պայմաններում, այո։ Իսկ ինչը թանկ հաճույք է դա, թանկ հաճույք չէ, եթե իմ խոսքը իմ զինվորների մասին չի խոսքը, առհասարակ ձեզ մոտ բուժվելու, այո։ Առհասարակ մեր մոտ Նարեկ ստոմատոլոգիական կլինիկայում գնագոյացումը սահմանվել է ուսումնասիրելով միջազգային փորձը, գնագոյացման փորձը։ Պլյուս դրան հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը, գումարած դրան հասանելիություն ժողովրդին, գումարած դրան խիղճ։ Չեք մոռացել խիղճի մասը։ Այո, եւ ամենակարևորներից մեկը, այսինքն մենք որքան որ սահմանել ենք այս արժեքը, սակայն այդ գումարից մենք գնում ենք թանկարժեք իմպլանտներ, ոչ էժան, թանկարժեք իմպլանտներ, որոնք որ ու նույնպես լաբորատոր փուլում, այսինքն օրթոպեդիկ փուլում, մետաղ կերամիկաները կամ ասենք ցիրկոն կերամիկաները մենք էլի խղճով գներ ենք սահմանել, սակայն համագործակցում ենք, այսինքն մեր չափսերը, այսպես ասած, տալիս ենք, ուղարկում ենք Հայաստանում լավագույն լաբորատորիաներին, չափսուսալով գումարը, որպեսզի մեր բուժառուների համար մենք ստանանք լավ արդյունք։ Իսկ կա տարածված միֆ, որ իմպլանտներ չեն ընդունում տարբեր մարդկանց օրգանիզմներ, այսինքն կան մարդիկ, ում օրգանիզմները չեն ընդունում իմպլանտները, դա իրական է, թե ոչ, թե իմպլանտի որակներ վատ լինում ու ասում են, որ օրգանիզմը չընդունեց։ Չէ, գիտեք, կան ուղեկցող հիվանդություններ, օրինակ շաքարային դիաբետի ավելի ծանր փուլում։ Մի քանի հիվանդություններ կան, որ այդ ժամանակ ուղղակի պետք չի տեղադրել, չի կարելի, այսինքն իմունային համակարգը այնքան թույլ է, որ չի կարա զարգացող աճը ապահովել ինտեգրացիան։ Սա է հիմնականում խնդիրը։ Մնացած դեպքերում այդպես բան չկա, իմպլանտները ինտեգրվում են, իսկ այսպես որ ասեցիք, իմպլանտից է կամ իմպլանտից չէ, տեսեք,
առհասարակ գոյություն ունի տիտանը, հա, բժշկագիտության համար նախատեսված տիտան, հա, Մետաղի մասին է խոսքը։ հա, տիտանի, այո, որը որ ծնոտի մեջ է ամրացվում, այո։ Գոյություն ունի բժշկագիտության համար նախատեսված տիտան եւ ինքնաթիռաշինության համար նախատեսված տիտան։ Դրանք տարբեր տիտաններ։ Տարբեր տիտաններ են։ Եվ այս բժշկագիտության համար նախատեսված տիտանը թանկ է մյուս տիտանից, այնքան ինչպես որ ոսկին պղնձից, այս հարաբերությամբ։ Եվ այս ինֆորմացիան ես առաջին անգամ եմ հանրային ձևով ներկայացնում, ստացել եմ էլի 14 թվականից, ովքեր մարդկանցից, ովքեր որ ակունքներում են այս գիտության կանգնած։ Շատ մարդիկ, լավ մարդիկ, ճակերտավոր, սակայն գնել են ինքնաթիռաշինության տիտանը, միգուցե եւ հիմա էլ, եւ պատրաստել են իմպլանտներ։ Այսինքն այդ մետաղը գնել են ինքնաթիռաշինության։ Նույն հաջողությամբ կարող են ալյումինի գրեն օրինակ։ For example, խոսքի օրինակ։ Այս տիտանը գնել են եւ պատրաստել են իմպլանտներ եւ կներեք պաղպաղակի պես մաչելի, այդպես վաճառել են, էլի։ Շատ են առել են, վերջապես։ Իսկ իմպլանտները տեղում ո՞նց են պատրաստում, չէ՞ որ։ Չէ, տեղում չէ, գործարանում։ Գործարան պատվիրում են։ Գործարանում, այո։ Ինչն է բացասական կողմը, այն որ ինքը ծակոտկենություն ունի, իսկ բժշկագիտության համար նախատեսված տիտանը չունի։ Ծակոտկենության պատճառով հեշտությամբ կարելի է կոտրվել։ Սա տեխնիկական, ֆիզիկական մասով, հա։ Իսկ նաև այնտեղ առողջապահական խնդիրներ կան, որոնք որ տեղադրելուց հետո շատ բազմաթիվ խնդիրներ կարան ստեղծեն։ Տեսեք, ես սա չեմ ասում իհարկե վախեցնելու համար, չնայած որ ուշ կարևորություն եմ համարում զգուշացնել։ Այլ ասում եմ նրա համար, որ մարդիկ պետք է իմանան որտեղ են դիմում, նախ դիմելուց առաջ հետաքրքրվեն։ Այդ եմ ասում, հիմա որ օրինակ գալիս են ձեզ մոտ կամ ինչ որ X ատամնաբուժարան, ստոմատոլոգիական կլինիկա, ինչ պետք է պահանջեն, լիցենզիա, գարանտիաներ, ինչ փաստաթղթեր, ոնց բարձր որտեղից է դա ինչը։ Իմպլանտը լիցենզավորված է։ Պասպորտ ունի իմպլանտը։ Իմպլանտը լիցենզավորված է եւ անհրաժեշտության դեպքում բուժառուն կարող է տեսնել այդ լիցենզիայի։ Կարող է հասկանալ ինչ այնտեղ գրված կամ լավա թե լավ չի։ Կամ դա կարող են կեղծել արդյոք։ Չէ, եթե կա լիցենզավորում, օրինակ մարդ մտնում է լիցենզավորված կլինիկա, չէ՞, դա նշանակում է, որ այդ մակարդակին հասնելու համար հաստատությունը անհրաժեշտ փաստաթղթեր, հայտ, օրենքին համապատասխան հայտեր ա ներկայացրել, որտեղ կան դիպլոմներ եւ այլն մանրամասն, որ նա սովորել է, ավարտել է բուհ, արձինատորա։ Դա բժիշկները, բա տեխնիկական։ Դե տեխնիկական հարցով են նման սկզբունքներ, մոտություններ ունեն, այո, որ այնտեղ նյութերի փաստաթղթեր են ներկայացնում եւ դրա հիման վրա ստանում են լիցենզիա։ Լիցենզավորված համարվում է իմպլանտ եւ մեր կլինիկան կարող եմ վստահեցնել, որ օգտագործում է, գնում է այդպես լիցենզավորված իմպլանտներ, որոնք որ աշխարհի զարգացած շատ երկրներում կիրառվում են ու պրակտիկայում ունեն բավականին հաջողություն։ Եվ դա իսկապես շատ կարևոր է եւ մի զլացեք այդ հարցերը տվեք ձեր բժիշկներին։ Ես առհասարակ օրինակ եթե ինչ-որ մի տեղ գնում ես եւ գինը բավականին էժանալնում, արդեն ես եմ լավել եւ կասկածել։ Ոնց ինչու։ Հիմա ձեզ ասեմ, շատ բուժառուներ կան, որ գալիս են կոնկրետ երկրի անունը հարցնում են, իմպլանտի ֆիրման հարցնում են։ Այսինքն պատրաստված են։ Եվ հա մտնում փորփրում են, տեսնում են, այս իմպլանտը ինչ է իրենց ներկայացնում, որ երկրում է արտադրվում։ Շատ կարևոր է սա, որ ով հետաքրքրվում է, այո, համոզվում է, որ ինքը գնում է մի կլինիկա, որտեղ տեղադրում են լավ իմպլանտներ։ Ինչու պետք է ընտրեն հենց ձեր կլինիկան։ Այդ ինձ ամենաշատ այդ խիղճը դուր եկավ իհարկե, բայց առհասարակ մարդիկ ազատ են։ Թող ընտրեն իրենց ներսի խղճի ուղղորդման արդյունքում, բայց մենք կրկնում եմ, սահմանել ենք խղճով գներ, ինչպես նաև օգտագործում ենք լավ իմպլանտներ եւ իմպլանտացիայում օրինակ D4 ծնոտի, D3, D4 ոսկրի հետ աշխատանք տանել, դա այդ թույլ որակն է, ես բանով որ ասեմ, հա,
ժողովրդական լեզվով թույլ որակի ոսկրն է, այս ոսկրերի հետ աշխատել եւ տեղադրել իմպլանտ, մենք ունենք շատ լավ մասնագետներ, խնդիր չկա, բայց կոնկրետ ես Գերմանիայից մի փորձ եմ ձեռք բերել աշխատել OTF3 իմպլանտների հետ, որը որ Հայաստանում, Վրաստանում, Թուրքիայում եւ Ադրբեջանում միակ կլինիկան է, որտեղ որ գոյություն ունի։ Տարածաշրջանը միակն է։ Այո, գոյություն ունի այդ իմպլանտը եւ այդ իմպլանտի տեղադրման վիրաբուժական սկզբունքը։ Հա, սա շատ է օգնել ոչ միայն տեղադրել հենց այդ նույն իմպլանտը, այլ նաև այս տեղադրման սկզբունքով աշխատել մյուս Ուրիշ իմպլանտների հետ տեղադրելով D3, D4 ոսկրում։ Սա շատ է օգնել եւ մեծ հաջողություններ է բերել նաև զուգահեռ մնացած աշխատանքների հետ։ Եթե վերադառնանք ձեր ՀԿ-ին, առաջիկայում ինչ նոր ծրագրեր կան, բացի զինվորի հետ կապված ծրագրից։ Առաջիկայում ծրագրերը դրանք խոսքը գնում են ստոմատոլոգիական կլինիկաների, տեսեք, մենք ուզում ենք ուսումնասիրենք մի հատ մասնավոր ստոմատոլոգիական կլինիկաները, իրենց ընդհանուր ինչ խնդիրներ ունեն, հա, ինչ խնդիրներ ունեն։ Բուժ տեխնիկան, վերազինման անհրաժեշտությունը, օրինակ տեսեք, առողջապահության նախարարությունը անխնա գումարներ է ներդնում Երևանում, սա լավ իմաստով եմ ասում անխնա, Երևանում մարզերում լավ բուժ հաստատություններ կառուցելու համար նորարարական, արդիական տեխնիկաներ, բուժ տեխնիկաներ, սա ողջունելի է։ Դա արդյոք այդպես է։ I think so։ Ես կարծում եմ այդպես։ Դե տեսնում ենք այդպես շուտով։ Նաև մեծ գումարներ է ներդնում մարդու առողջության համար, սա ողջունելի է, որտեղ մարդու առողջությունը դա կապիտալն է, չէ՞։ Ես այս խոսքը ուզում եմ կրկնեմ Մխիթար Հերացու, որ ասում է ժողովրդի առողջությունը պետության ամենամնայուն կապիտալն է։ Պետության կառավարությունը գլուխը, եթե ուզում է իր պետությունը ուժեղ լինի, նա պետք է մարդու առողջության վրա մեծ ներդրում կատարի։ Զարգացած երկրները, իդեպ այդ թվում Ֆրանսիան, այս սկզբունքը դեռևս Նապոլեոնի ժամանակից օգտագործել են։ Ինչ եմ ուզում ասեմ, ճիշտ է, մենք պետությունից մասնավորների համար, մասնավոր կլինիկաների համար նյութական ակնկալիքներ չունենք, բայց մշակում ենք մի մոտեցում, որ պետությունը կարա իր աջակցությունը ցուցաբերի այդ շրջանակներում մեր մասնավոր կլինիկաները, որոնք որ ունեն վերազինման անհրաժեշտություն, սակայն ինչ-ինչ խնդիրների պատճառով հերթը չի հասնում դրան կամ հասնելուց է շատ փոքր մասշտաբով է հասնում, կարող է ծրագիրը գործել, աշխատել եւ մենք պետությունը ոչ միայն պետական բժշկական հաստատությունների մասին մտածի եւ հոգա, այլ նաեւ մասնավոր։ Իհարկե, եւ մենք կարող ենք ասել, թե ինչ աջակցություն կարող է ցուցաբերել այդպիսով։ Կլինիկան կաշխատի լավ, չէ, որ պետության նպատակը դա է, որ ունենա լավ բժշկական հաստատություններ։ Մարդկանց ծառայությունները կիրականացվեն բարձր մակարդակի վրա եւ պետությունը երկարաժամկետ, ասենք հաշվարկներով, ավելի շահեկան պայմաններ կստանա մասնավոր կլինիկաներից։ Դե իրականում եւ պետական կլինիկաները մի քիչ ավելի քիչ հաճախորդներ կունենան, որտեղ մի մասն է կգնա մասնավորների, եթե այնտեղ կարողանա ունենալ այն ամենը, ինչ որ կա պետական կլինիկաներում, ամենակարևորը ըստ էության պետական աջակցությունն դա է կարևորը։ Եվ ամենակարևորը մարդու առողջությունն է, այնպես որ մեր հեռուստադիտողը թողի մնա, թե ում կարող է վստահել իր առողջությունը, մասնավորապես իմպլանտների հարցում, Նարեկ ստոմատոլոգիական կլինիկայի տնօրենն մեր տաղավարում Հովհաննես Գևորգյանը։ Շնորհակալություն, լավ օրենք ձեզ մաղթում եւ լավ լուրեր ենք սպասում այն ձեր նախաձեռնությունից, որը որ կոչվում է զինվոր իմպլանտ։ Դա է կարևորը այս պահին շատ։ Այս պահին մեր եթերում Գովաստ Գովաստ չան եթերում։ Մեզ հետ շնորհակալություն ձեզ։